Բարձրաձայն կանչե և մի խնայեր, ձայնդ փողի պես բարձրացուր, և իմ ժողովուրդիս իրենց հանցանքը ու Հակոբին տանը իրենց մեղքերը հայտնե։ Անոնք ամեն օր զիս կփնտրեն, և իմ ճամփաներս գիտնալ կփափագին, այնպիսի ազգի մը պես, որ արդարություն կնե ու իր Աստծոյն օրենքները զանց չներ։ Ինձի արդարության կանոնները կհարցնեն, Աստծո մոտենալ կփափագին ու կսեն. մենք ինչու ծոմ պահեցինք և դուն չտեսար, մեր անձերը չարչարեցինք ու դուն չգիտցար, ահա ձեր ծոմապահության օրը ձեր բաղձանքը կկատարեք և ձեր բոլոր պահանջները խստությամբ կպահանջեք, ահա կռիվի ու վեճի և չարության բռունցքով զարնելու համար ծոմ կպահեք, որ ձեր ձայնը բարձրերը լսել տաք։ Իմ ընդունած ծոմապահությունս ու մարդումը իր անձը խոնարհեցնելու օրը այսպես կլա, իր գլուխը կնյունի պես ծռելով և իր տակ քուրձ ու մոխիր տարածելով կլա, ասիկա ծոմապահություն ու Տերոջը ընդունելի օր պիտի անվանես։ Իմ ընդունած ծոմապահությունս անիրավության կապերը քակելը, լուծին կապերը թուլցնելը, հարստահարություն կրողները ազատ թողուլը, ամեն լուծ կտրելը, հացդ անոթին բաժնելը, թափառական տնանքները տունդ ընդունիլը, մերկ մը հագվեցնելը ու մարմինդ անտեսելն է։ Այն ատեն քու լույսդ առավոտի պես պիտի ծագի, ու բժշկությունդ շուտով պիտի հայտնվի, քու արդարությունդ քու առջևետ պիտի երթա ու Տերոջը փառքը քու ետևետ պիտի պաշտպանե։ Այն ատեն պիտի կանչես և Տերը պիտի պատասխանե, պիտի աղաղակես ու անիկա պիտի ըսե. ահա ես։ Եթե քու մեջդ լուծը, մատով ցուցնելն ու չար խոսքերը վերցնես, եթե անոթին հոժարությամբ կերակրես և կարոտին հոգին կշտացնես, այն ատեն քո լույսդ խավարի մեջ պիտի ծագի, և քու խավարդ կեսօրվան պես պիտի լա։ Տերը միշտ քեզի առաջնորդություն պիտի ինե, քու հոգիդ երաժշտության ատեն պիտի կշտացնե, ոսկորներդ պիտի զորացնե, դուն ջրարբի պարտեզի պես, աղբյուրի պես պիտի լաս, որուն ջուրը չի պակսիր, քեզմե ծնածները հին ավերակները պիտի շինեն, նախկին դարերուն հիմերը պիտի վերականգնես, դուն փլածներ նորոգող ու բնակության համար ճամփաներ շտկող պիտի կոչվիս։